Տիկին Վարդանյան նախընտրական քարոզարշավը մոտենում է դրամաբանական ավարտին, մի քանի օր է մնացել, ինչ արձանագրումներ եք դուք արել այս օրերին, ինչպես եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ Շնորհակալություն հարցի համար, արդեն 20 օր է մենք քարոզարշավի մեջ ենք եւ ինչպես բոլորը տեսնում են, որովհետև մեր քարոզարշավը ոչ թե տեղի է ունենում վիդեո ռոլերով, այլ ամբողջ քարոզարշավը տեղի է ունենում վարչապետի էջով ուղիղ եթերով, որովհետև մենք վախեր չունենք եւ թաքցնելու ոչինչ չունենք։ Մեր քարոզարշավը ընթանում է շատ դրական եւ դրա վառ արտացոլանքը մեր փոքրիկ երեխաներն են եւ ինչպես մեր մեծահասակներն են ասում, յուրաքանչյուր երեխա իր տան արտացոլանքն է եւ եթե ուզում ես ճշմարտությունը իմանաս, պետք է իմանաս երեխայից, հետեւաբար ես հստակ արձանագրում եմ, որ մեր քարոզարշավը շատ դրական ընթացք է ունենում եւ այդպիսի ավարտ էլ ունենալու է։ Ժողովուրդը հունիսի 7-ին գնալու են ընտրատեղամաս եւ տեր են կանգնելու խաղաղությանը եւ ամրապնդելու են այդ խաղաղությունը եւ ինչպես մեր հարգարժան պարոն վարչապետն է ասում, մեր խաղաղությունը 9 ամսեկան է եւ այն օր-օրի հզորանալու է եւ սահմանին այլևս մենք ոչ մի զոհ չենք ունենալու, ինչպես նախորդի 2 տարիների ընթացքում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պատմության 2 տարին է, միակ 2 տարին է, որ մենք սահմանին զոհ չենք ունեցել եւ Հայաստանի Հանրապետության բնակիչը իրապես գնահատում է դա։ Նաև մայիսի 28-ին տեղի է ունենալու մեծ շուկով նշվելու է զորահանդես։ Զորահանդեսի մասին ինչ կասեք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես նաև падգամավորի թեկնածու։ Ցանկացած զորահանդես արդեն ոգևորող է, բայց ես չեմ ցանկանում շատ խոսել զորահանդեսի մասին, որովհետև ուզում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մայիսի 28-ին գա եւ իր աչքով տենա մեր կազմակերպած զորահանդեսը եւ դրա գնահատականը ակնառու բոլորը տեսնելու են, որովհետև մենք նմանատիպ զորահանդես չենք ունեցել, չենք տեսել եւ դա նախադեպը չունեցող զորահանդես է լինելու։